Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Խուդատյան, քանի որ առաջիկայում համապետական ընտրություններն են եւ ձեր թիմը պարբերաբար նշում է, որ թույլ չենք տալու Գյումրիի 2 սցենարը կրկնվի համապետական ընտրություններում, ձեզ համար ի՞նչն է խնդրահարույց կոնկրետ Գյումրիում եւ եթե ընտրություններում որևէ անօրինական բան կար, ինչու կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց ի վերջո այդ արդյունքները։ Ընտրությունների այդ մասի հետ կապված մենք երբևէ հարց չենք բարձրացրել, հաշտ ենք քաղաքացիների կայացած ընտրության հետ, Գյումրի 2 ասելով գործընկերները նկատի ունեն այն կարևոր հանգամանքը, որ համայնքի ղեկավար կարող է դառնալ ընտրություններում փաստացի պարտված տեխնացուն, որի շուրջ այսպես ասած ընդդիմադիր կոնսոլիդացիա լինում, մի կոնսոլիդացիա, որը բացառվում էր ընտրական փուլում անազնիվ գտնվելով քաղաքացիների հետ։ Ես նկատի ունեմ, որ տարբեր քաղաքական ուժեր, որոնք նախկինում բացառում էին Վարդան Ղուկասյանի հետ համագործակցությունը, ընտրություններից հետո իրենց ձայնը տվեցին Վարդան Ղուկասյանին եւ արդյունքում կոմունիստների տեխնացուն հայտնվեց համայնքապետարանում, դրանից հետո այն ուրեմն դեպքերով ինչի մասին գիտեք եւ դրան էլ չեմ ուզենա անդրադառնալ, քրեական գործի հետ կապված նկատի ունեմ, այսինքն փաստացի ընտրություններում պարտված տեխնացուն, ընտրություններում առավելագույն ձայներ չստացած տեխնացուն դարձավ համայնքի ղեկավար եւ հետո տեսանք թե ինչ արեց այդ իշխանության հետ։ Եթե դուք էլ Երևանում օրինակ կոալիցիա եք կազմել Հանրապետություն։ Պարոն Ավինյանը Երևանում ստացել է ընտրողների ամենամեծ թվով ձայները եւ ինքը ընտրությունների արդյունքով հաղթող տեխնացու է։ Այստեղ այլ իրավիճակ ունենք, բայց դրան էլ նույնիսկ չեմ ուզենա անդրադառնալ։ Մենք ի գիտություն ենք ընդունել գյումրեցիների ընտրությունը, շնորհակալ ենք գյումրեցիներին մեզ վստահված ձայների համար եւ հիմա էլ որպես ընդդիմություն Գյումրիում փորձում ենք առավելագույն օգուտ տալ համայնքին, գիտեք Գյումրին այս պահին այդքան էլ լավ վիճակում չի հայտնված մանավանդ ենթակառուցվածքների մասով, բայց մենք նույնիսկ դրան չենք նայում եւ շարունակում ենք ավելի մեծ ծավալով իրականացնել պետական այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք, այսօր էլ կառավարության նիստում սուբվենցիոն ծրագրերի շրջանակ հաստատեց։ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ինչ եք քննարկել, արդյոք նաև հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերի Հայաստանի միացման հարցը, սրա վերաբերյալ ինչ մանրամասներ կհայտնեք։ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել ենք Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար միացման հարցը, ինչը տնտեսական լուրջ ազդեցություն կարող է ունենալ մեր երկու երկրների համար եւ ինչը կարող է լրացուցիչ ամրություն հաղորդել մեր երկու երկրների էներգոհամակարգերին, որովհետեւ էներգետիկայի տրամաբանությունը այդպիսին է։ Բացառապես այդ հարցերի շրջանակն ենք քննարկել, այլ հարցեր չենք քննարկել եւ քննարկել ենք արդեն այդ հարցով։ Հստակ որոշում կա ուսումնասիրություն իրականացնել եւ հասկանալ անհրաժեշտ ներդրումների ծավալը այս մասով։ Մենք պատրաստական ենք այդ ներդրումները իրականացնել, օր առաջ աշխատանքները սկսել, այն պատկերացվում, որ դա կանեն նաև Թուրքիայի գործընկերները, ինչը կրկին պիտի ասեմ լրացուցիչ ամրություն կտա եւ մեր եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին։ Հարցեր չեք քննարկել տվյալ դեպքում էներգետիկ համակարգերի միացմանը, փաստորեն մենք նաև մեր էներգետիկ համակարգը, այսպես ասած, ռուբիլնիկը դնում ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի ձեռքին։ Ես չգիտեմ ովքեր են այդպիսի բան նկարագրում, դրանք հակատրամաբանական նկարագրումներ են, ձեր ասած գործիքը Հայաստանի դեպքում գտնվում է Հայաստանում եւ այդպիսի անհրաժեշտություն չկա, ավելին Հայաստանի էներգետիկ համակարգը միացված է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգին, Վրաստանի էներգետիկ համակարգին եւ մենք տարվա ընթացքում գրեթե մշտական պարբերականությամբ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրանի Իսլամական Հանրապետություն, արտահանում ենք Վրաստանի Հանրապետություն եւ ըստ անհրաժեշտության նաեւ ներմուծում ենք Վրաստանի Հանրապետությունից, նույնը պլանավորում ենք անել նաեւ Թուրքիայի հետ։ Պարոն Խուդատյան, ադրբեջանցիները երբ են դուրս գալու Հայաստանի սուվերեն տարածքներից, օրինակ Ջերմուկից երբ են դուրս գալու։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ինձ հարցեր տալ նախարարության համակարգման տիրույթների շրջանակում, որպեսզի իմ պատասխանները լինեն հստակ։ Մյուս նախարարն էիք, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո, եւ այդ տրամադրել սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացը նախարարության համակարգման տիրույթում չի, իսկ ձեր բարձրացած հարցը ամբողջությամբ այդ գործընթացի շրջանակներում իրականացվող հարց է, ինչի մասին կառավարության իմ բազմաթիվ այլ գործընկերներ, այդ թվում հանրապետության վարչապետը։ Պատասխանատվություն չեք կրում։ Քաղաքական պատասխանատվություն կրում եմ, բայց
նորից եմ ասում, այն հարցերը, որոնք իմ նախարարության համակարգման տիրույթում չեն, ես ժամկետ չեմ կարող ասել, ես կարող եմ ասել մեթոդը, դա սահմանազատման գործընթացն է, այն տրամաբանության Ընթացը, որովհետև կարծիք կա, որ ադրբեջանցիները իրենց ուզածը ստացան Տավուշի մարզում եւ սահմանազատման գործընթացը կանգ առավ, երբ փաստերը հենց դրա մասին են վկայում։ Սահմանազատման գործընթացը կանգ չի առել, դրա մասին հայտարարել է եւ Հայաստանի կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը, կա սահմանազատման հանձնաժողով եւ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։ Ես ինքս սահմանազատման հանձնաժողովի անդամ չեմ եւ դրա բերումով նաեւ ավելի մեծ ինֆորմացիայի, այդ թվում ժամկետների չեմ տիրապետում։ Բայց հողի վրա ըստ էության որևէ գործընթաց տեղի չի ունենում եւ հնարավոր է Ադրբեջանի գործընկերների հետ պայմանավորվածություն կա ձեռք բերված ժամկետները ձգձգելու մինչեւ որ համապետական ընտրությունների արդյունքները པարզ կլինեն, որովհետեւ թե դուք եւ թե իշխանության ղեկավարը անընդհատ նշում են, որ եթե դուք չլինեք իշխանության, ապա պատերազմ է լինել։ Այդպիսի պայմանավորվածություն չկա։ Իսկ ինչու՞մ եք պայմանավորում, օրինակ, երբ պաշտոնական Երևանը հայտարարում է խաղաղության գործընթացի մասին, որ իբրև հողի վրա խաղաղություն կա, սակայն ադրբեջանական կողմը Ալիևը հայտարարում է, որ մինչև տնային առաջադրանքը Նիկոլ Փաշինյանը չկատարի, խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Կողմը չի հայտարարել, հայտարարել է հայկական եւ ադրբեջանական կողմերը, բազմիցս են հայտարարել, վերջին հայտարարությունը կրկին եղել է շաբաթներ առաջ, դրանից առաջ օգոստոսի 8-ին Միացյալ Նահանգներում հայտնի փաստաթուղթն է ստորագրվել, որով փաստացի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, տնային առաջադրանքները մենք չունենք, մեզ այլ երկրներից չեն կարող տնային առաջադրանքներ տալ եւ դա այն հարցն է, որի մասին կրկին բազմաթիվ անգամներ խոսել։ Ահա որ Երևանը, Սևանը, ադրբեջանական են եւ ոդկով ենք գնալու։ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն օգոստոսի 8-ի փաստաթղթով, հետեւաբար ձեր ասածը մեկնաբանելու անհրաժեշտություն չունի։ ԱՄՆ արտաքին հետախուզական ծառայությունը նշել է, որ խնդիր կա, խոչընդոտներ կա խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, մասնավորապես նշվում էր սահմանադրության փոփոխությունը։ Հայտարարության ծանոթ չեմ, հետեւաբար թույլ տվեք չմեկնաբանեմ։ Այ դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ ինձ տվեք այնպիսի հարցեր, որոնք աշխատանքի բերումով պիտի ծանոթ լինեմ ձեր նշած հայտարարությանը, ընդհանրապես ծանոթ չեմ, հիմա առաջին անգամ եմ լսում ձեզնից։ Սահմանամերձ այո, կուտ եւ սոտ համայնքներ դուք որպես նախարար վերջին անգամ երբ եք այցելել, վերջերս Արման Թաթոյանն էր ահազանգել, որ ադրբեջանական զորքերը առաջ խաղացում են ունեցել այդտեղ եւ օրինակ ուղիղ նշանառության տակ է հայտնվել Սոտքի հանքավայրը, կուտ բնակավայրը։ Այցելել եմ վերջինը մի քանի ամիս առաջ, երբ որ բանալիներ էինք հանձնում Սոտքի բնակիչներին։ Հիմա կդժվարանամ ամիսը ասել, բայց շատ երկար չի անցել վստահաբար։ Պարոն մարզպետի հետ Գեղարքունիքի այցելել ենք։ Այդ թվում նաև դիտարկել ենք այն աշխատանքները, որոնք իրականացվել են պետական ֆինանսավորմամբ, նաև այն աշխատանքները, որոնք բնակիչներն են իրականացնում 16 միլիոն դրամի հայտնի բնականաշինական ծրագրի շրջանակներում, այդ շրջանակներում մասնավորապես Սոտքում բազմաթիվ բնակարաններ արդեն կառուցվել են քաղաքացիների համար եւ կարծում եմ կյանքը Սոտքում ավելի լավ է, քան եղել է նախորդ շրջանում։ Կարող է հենց այդպես բացահայտել, որ այո, իրականում ուղիղ նշանառության տակ է հայտնվել ադրբեջանցիները ինչ որ առաջ խաղացում ունեն։ Դուք անընդհատ իսկ փորձում եք այլ նախարարությունների համակարգման տիրույթի հարցեր տալ եւ ոլորտից էլի հնարավոր է որ Չէ, դիրքեր այցելել է հարգելի գործընկերներ, ես դիրքեր որպես այդպեսին այցելելու հաճախ խառիթներ չեմ ունենում եւ հետեւաբար ինձ հարցնել թե այս կամ այն դիրք վերջին անգամ երբ եք այցելել, կարծում եմ ճիշտ չի եւ տրամաբանված չի։ Խուդատյան ձեր որ տարածք է կորցրել։ հնարավոր է ֆրանսիական մոդելը ընտրվի ատոմային Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է, որ մենք ընտրել ենք ատոմակայանի տեսակը, դա փոքր մոդուլյար ատոմակայանների մոդելն է։ Մենք առաջարկներ ունենք մի քանի երկրներից, ներառյալ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կորեան եւ այդ մոդելների ուսումնասիրություն ենք իրականացնում, այսքանը։ Դատյան Քոչարյանը հայտարարում է, որ չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի իշխանությունը չի տապալվել, չի հեռացվել։ Ինչ կարծեք, ինչպես կարտագալու։ Քոչյանը ճիշտ կանի, որովհետև 2015 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին, երբ որ Հայաստանի Հանրապետությունը
աշխատանքների վրա կենտրոնանա, այն աշխատանքների, որոնք ինձ թույլ կտան ընդամենը անցողիկ շեմը հաղթահարել, որովհետև այս ընտրություններին ձևակերպված հարց կարծում եմ իրենց համար դա պիտի լինի, կկարողանան արդյոք անցողիկ շեմը հաղթահարել, թե չէ, եթե աշխատեն, կկարողանան հաղթահարել, եթե գնան այն ճանապարհով, որ մի անգամ կոչ էին անում այլ քաղաքական ուժերի չգնալ, որոնք հետո չհաղթահարեցին անցողիկ շեմը, ուրեմն չեն էլ հաղթահարելու։ Աշխատանքից ազատան եւ կաթողիկոսը ասի, որ դուք պետք է մնաք այդ պաշտոնում եւ դուք զավթած պահեք ձեր աշխատասենյակը, բյուջեն մսխեք, մեքենաները, դա կլինի օրինական ձեր։ Կտրիչ Ներսիսյանը չի նշանակում պաշտոնի, որ ինքը ազատի։ Եթե ազատվեք պաշտոնից, ինքը նման բան ասի ձեզ եւ դուք մնաք եւ զավթեք օրինակ աշխատասենյակը, մեքենան մսխեք։ Այդպիսի բան ասելու, ինքը ինձ այդպիսի բան ասելու գործառույթ չունի, հետեւաբար չեմ ուզի իրականությունից կտրված հարց մեկնաբանեմ, եթե այդ թեմայով հարցեր կան, ես չեմ խուսափում պատասխանել եկեղեցու հետ կապված հարցերին, շատ ուղիղ հարցը տվեք եւ շատ ուղիղ այդ հարցին կպատասխանեմ։ Բայց դա օրինական կլինի, եթե Հայաստանի Հանրապետության գործող կարգի խախտումով է Կտրիչ Ներսիսյանը ազատել թեմակալ առաջնորդին եւ հետո Հայաստանի Հանրապետության դատարանը օրենքով սահմանված կարգով վերականգնել է իր իրավունքները, ապա դատարանի դա պաշտպան է Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային բոլոր տեսակի հարաբերությունները կարգավորում են աշխատանքային տրամաբանության մեջ եւ կներեք հոգեվոր նշանակումներ կամ հոգեվոր աշխատանքներ, որպես այդպեսին առանձին ուղղությամբ չկա եւ փառք Աստծո, որ Հայաստանում նաեւ հոգեվոր դատարան էլ չկա, որը հոգեվոր աշխատանքների հարցով հոգեվոր հարցեր կքննարկի եւ հոգեվոր վճիռներ կկայացնի։ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային կարգով սահմանված բոլոր աշխատանքային վեճերը իրավունք ունի քննել Հայաստանի Հանրապետության դատարանը եւ Հայաստանի Հանրապետության դատարանը քննել է եւ վերականգնել է թեմակալ առաջնորդի աշխատանքից ազատվելու որոշումն է բեկանել եւ իրեն վերականգնել է այն աշխատանքին, որը ինքը իրականացնում է նաեւ հիմա։ Համապետական ընտրությունների արդյունքով ներողություն, համապետական ընտրությունների արդյունքում այնպես ստացվի, որ ձեր չուզած Գյումրի 2-ի սցենարը կրկնվի, այդ ժամանակ ինչ եք անելու, փողոց եք դուրս գալու, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասում, եթե հաշ չեն, թող դուրս գան փողոց իշխանափոխություն անել, պիտի դուրս գաք փողոց իշխանափոխություն անել։ Համապետական ընտրությունների արդյունքում վստահաբար քաղաքացիական պայմանագիրը արժանանալու է ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեին եւ ձեր ասած եթեով սցենարը ըստ դեպքում անիմաստ է քննարկել, որովհետեւ այդպիսի իրավիճակ չի լինի, սա ասում եմ մարզային այցերի գրեթե ամփոփման փուլում, երբ որ ամենօրյա ռեժիմով տեսնում եմ քաղաքացիների վերաբերմունքը, քաղաքացիների դիմավորելը մեզ քաղաքացիների վերաբերմունքի են աշխատանքների մասով, որ մենք իրականացել ենք վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների հետ կապված, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, մենք Հայաստանում են եզակի իշխանությունն ենք, որ քաղաքացիների որոշումը հարգում է եւ դրա բերումով է նաեւ, որ Վարդան Ղուկասյանին հաջողվեց դառնալ Գյումրիում ամենքապետ, Հայաստանի բազմաթիվ համայնքներում կան ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետեր եւ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում այլևս բացարձակ որոշումը կայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ 2018 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ չեն կեղծվել եւ ընտրություններ չեն կեղծվելու։ Դա կառավարության ղեկավարի կարծիքի հետ չի համընկնում, ազատում են աշխատանքից, ինչպես օրինակ Տիպարիտ Դրմեյանը, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Դա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խոսքի ազատությունը։ Խոսքը ընտրովի պաշտոնյաների մասին է, այսինքն պարոն Դրմեյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չէին ընտրել են հաստիքում, ոչ էլ Ցեղասպանության թանգարանի տնօրենին էին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրել այդ հաստիքում։ Դուք հիմա խոսում եք նշանակովի պաշտոնների հետ եւ փորձում եք համեմատական տանել ընտրովի պաշտոնների հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, որը եղել են տրամաբանության մեջ, որ ընտրել են ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքի ղեկավարների եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող այլ պաշտոնյաների, մենք բոլոր այդ դեպքերի հետ հաշվի ենք նստել եւ հաշվի ենք նստելու։
միջամտություն է։ Դուք օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի աղոթքի ընթացքում պատահակների ժամանակ Արցախ անունը հնչեցնելը սպառնալիք է, մեր ընտրած քաղաքականությունից գծից շեղում է։ Դուք ուզում եք, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մոռանան իրենց պատմությունը, որտեղից են եկել, ուրանան իրենց արժեքները։ Մենք չենք ուզում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մոռանան ինչ-որ բան կամ առավել ևս ուրանան ինչ-որ բան, այո, Հայաստանի Հանրապետության տարածքում չի կարող երկու քաղաքականություն լինել, երկու արտաքին քաղաքականություն լինել, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը բացահայտ է, մենք դրա մասին բազմաթիվ անգամներ ասել ենք, եւ հետեւաբար այո, Հայաստանի Հանրապետությունում երկու արտաքին քաղաքականության ուղղություն լինել բացառված է եւ մենք թույլ չենք տա, որ որոշ մարդիկ այդ ուղղությունը տանելով փորձեն պատերազմ հրահարել, բախումներ հրահարել, որովհետեւ իրականում պատերազմի կուսակցության անդամները ընտրվելի եւ ընտրություններում հաջողություն ունենալու այլ հույս չունեն, քան Հայաստանում պատերազմն է, իրենց հիասթափություն է սպասում, Հայաստանում պատերազմ չի լինելու է խաղաղություն եւ հիմա էլ խաղաղ է։